Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ, բարև ձեզ պարոն Հարությունյան։ Պարոն Հարությունյան, մի քանի օր է քննարկվում է Արցախցի երիտասարդի Տիգրան Ուրուբաբյանի նկատմամբ ոստիկանությունում իրականացված ենթադրյալ խոշտանգման դեպքը, Ձեր կարծիքով խոշտանգման դեպքերը, որոնց մասին մենք հաճախ ենք վերջին շրջանում լսում, ընդունված պրակտիկա է ոստիկանությունում, թե ուղղակի 1-2 մասնավոր դեպքեր են, որոնք ոստիկանության ղեկավարության աջակցությունը չեն վայելում։ Շնորհակալություն հարցի համար։ Ես գտնում եմ, որ սրանք եզակի դեպքեր չեն, որովհետև մենք մեր իրավապաշտպան գործունեության շրջանակներում բազմաթիվ նման դեպքերի մասին ենք տեղեկանում։ Երբ ոստիկանությունում խոշտանգման ծեծի անմարդկային ստորացուցիչ վերաբերմունքի են արժանանում տարբեր քաղաքացիներ, ընդ որում պարտադիր չի, որ դրանք լինեն քաղաքական գործեր կամ որևէ քաղաքական կամ գաղափարական հայացքներով պայմանավորված լինեն։ Ամենաշարքային քաղաքացիները նույնիսկ ծեծի են ենթարկվում, խոշտանգվում են ոստիկանության բաժիններում։ Այս դեպքում այսօր ազգային ժողովում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մի տեսակ, ոնց ասեմ, զգուշավոր էր, փորձում արտահայտվել, ասելով, որ դեռ կպարզենք արդյոք եղել է նման դեպք թե չէ, նույնիսկ մի փոքր սպառնալիքով, եթե չի եղել, ապա Տիգրան Ուրուբաբյանը սուտ մատնության համար պետք է պատասխանատվության ենթարկվի։ Նախարարի կողմից նման հայտարարությունները ձեր կարծիքով որքանով են նպաստում ընդհանրապես խոշտանգումների դեմ պայքարի։ Չէ, բացարձակ չեն նպաստում, հակառակը իմ խորին համոզմամբ իշխանությունները, այդ թվում նաև տիկին նախարարը եւ բարձրագույն ուրեմն ղեկավար անձնակազմը, իդեմս Նիկոլ Փաշինյանի, այսպես թողտվության մթնոլորտում են պահում ոստիկանությանը եւ աչք են փակում ոստիկանության կողմից տարբեր ուրեմն բռնության տարբեր դեպքերի նկատմամբ եւ պատճառն էլ շատ տրամաբանական ու պարզ է։ Եթե քաղաքական նկատառումները ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության այսպես կարևորագույն հենարաններից մեկն է, հաշվի առնելով, որ տարբեր զանգվածային բողոքի ուրեմն գործողությունների, ակցիաների, ցույցերի, շարժումների ժամանակ ոստիկանությունը տեսախցիկների առաջ բռնության է ենթարկում քաղաքացիներին եւ մնում անպատիժ, նշանակում է մասնավոր դեպքերում էլ իշխանությունները պիտի աչք փակեն ոստիկանության կողմից բռնության դեպքերի, ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության դեպքերի նկատմամբ, որպեսզի ուրեմն չկորցնեն նույն ոստիկանության ծառայողների այդ այսպես իշխանություններին ամենքերպ ծառայելու ուրեմն հովանավորությունը։ Բայց ինչի համար են ոստիկանները դիմում բռնության։ Ցուցմունքներ են ուզում կորզել, գործերի բացահայտումներ ցույց տալու համար, թե զուտ իրենց բնույթն է այդպեսին, ինչի համար են ծեծում մարդկանց։ Պատճառները տարբեր են, ընդհանրապես խոշտանգման դեպքերում պատճառները տարբեր են։ Հիմնական պատճառները այս ստանդարտ ուրեմն խոշտանգման դեպքերի խոստովանական ցուցմունքներ կորզելն են, այդ մի խումբն է, այսինքն պատճառների մի խումբը, խոստովանական ցուցմունքներ, որևէ մեկին նկատմամբ ցուցմունքներ, տեղեկատվության բացահայտում եւ երկրորդը ոստիկանության ծառայողի ապօրինի պահանջներին չենթարկվելը։ Օրինակ այն դեպքերն են, երբ ոստիկանության ծառայողը ստորացնելու նպատակով ուրեմն անձին կարող է ասել, «Էս ինչ արա», անձը հակառակվի ու ենթարկվի ծեծի, խոշտանգման։ Այս երկու հիմնական բաներն են։ Ես կարծում եմ, որ նաև այստեղ հոգեբանների ասելիքը կա, այն առումով, որ այդ մարդկանց բռնարարների հոգեկերտվածքը հասկանալու համար եւ նաև ծնող պատճառները ինձ թվում է մասնագիտական ուրեմն խոսքի կարիք կա այս առումով։ 1-2 դեպքից հետո այսպես ձեռքները բացվում է ոստիկանների, բռնարար ոստիկանների եւ ըստ ամենայնի այդ process-ը կանգնեցնել հնարավոր չի։ Այդ մարդկանց պետք է համակարգից մաքրել։
Խոշտանգման արգելքը կամ չխոշտանգվելու իրավունքը բացարձակ իրավունքներից է եւ եվրոպական կառույցները մշտապես փորձում են պայքարել դրանց դեմ, բայց այս դեպքերը, որ գրանցվում են, մի տեսակ արձագանք չկա Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանատներից եւ ներկայացուցիչներից։ Ձեր կարծիքով այս լռությունը ինչով է պայմանավորված։ Տեսեք, օտարերկրյա դեսպանատներից միգուցե չկա, բայց ես ուզում եմ հիշեցնել նախորդ տարի այսպես մեծ հնչեղություն ստացած Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքը, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ արձագանքել էին, այդ թվում նաև Human Rights Watch կազմակերպությունը արտահերթ զեկույցով էր հանդես եկել Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի կապակցությամբ, բայց միևնույնն է, դա իշխանություններին չստիպեց, որպեսզի Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքը բացահայտվի, ավելին Այբ ես խոսում էի ոստիկանության ղեկավարության եւ նաեւ քաղաքական իշխանությունների այս թողտվության մասին, ես կարող եմ դա հիմնավորել նույն Սամվել Վարդանյանի գործով, երբ Սամվել Վարդանյանին խոշտանգելու ուրեմն Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքով են երկու ոստիկաններ, ովքեր ուղեկցել էին Սամվել Վարդանյանին եւ այդ ուղեկցման ժամանակ տեղի ունեցել խոշտանգումը, երկուսն էլ պաշտոնի բարձրացում ունեցան անմիջապես այդ դեպքից հետո։ Այսինքն ոչ միայն չի դատապարտվում, խրախուսվում է, այո, խրախուսվում է։ Հիմա Կորին ջան, դա կոնկրետ քաղաքական նպատակով իրականացված խոշտանգում էր։ Ընդ որում, այստեղ Արփինե Սարգսյանը նույնիսկ այդ հնարավորությունը չունի, ասի դե գիտեք ինչ կա, դեռ պետքա պարզենք, ինչու, որովհետև մենք այսպես օբյեկտիվ ապացույցներով հիմնավորել ենք, որ Երևան քաղաքի քննչական կոմիտեի շենքում Սամվել Վարդանյանը մաքուր շորերով է հասնում է ձերբակալվածների պահման վայր ոստիկանների ուղեկցությամբ եւ Սամվել Վարդանյանի ուրեմն տաբատը ամբողջությամբ կանաչ խոտի հետքեր ունի եւ ունի վնասվածքներ գլխի տարբեր շրջաններում մարմնի վրա։ Մասա օբյեկտիվ է, այսինքն այստեղ երկրորդ կարծիք չկա, որ Սամվել Վարդանյանը խոշտանգվել է։ Քննչականի շենքից Սամվել Վարդանյանին վերցրել են ոստիկանները, որ տանեն ԶՊՎ, հասել են ԶՊՎ, Սամվել Վարդանյանը խոշտանգված է։ Այդտեղ բան չի, էլի, ֆանտազիաների կարիք չկա։ Այս դեպքով, երբ այդ ոստիկանները խրախուսման են արժանացել, հիմա սովորական ոչ քաղաքական դեպքերով, մասնավոր դեպքերով, այդ նույն կամ այլ ոստիկանների կողմից խոշտանգման դեպքերը իշխանությունները պիտի ամեն ինչ անեն, որպեսզի կոծկեն, որպեսզի շարունակեն այդ ոստիկանների այսպես ապօրինի ծառայություններից օգտվել շարժումների, ընդդիմադիր պայքարների ժամանակ։ Շատ պարզ բանաձև է։ Դրա համար բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր հավակնում են Հայաստանում իշխանություն վերցնել, այդ թվում ես, իմ ընկերները, մենք 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամներով այդ պայմանավորվածությունը այսպես ունենք իրար հետ, որ բոլոր եկող իշխանություններին մենք ստիպելու ենք, ամեն ինչ անելու ենք, ստիպելու ենք, որպեսզի այդ իշխանությունները այս բռնարար ոստիկանների արարքներին տան պատշաճ քրեաիրավական գնահատակ։ Հասկանալի է։ Գյումրու ընտրությունների թեժ փուլը հիմա Քարոզ Արշավ է եւ տեխնացուներից առնվազն երկուսին այս պահի դրությամբ իրավապահները այսպես ասած անհանգստացել են, գիտեք Վարդան Ղուկասյանին կա առնչվող քրեական գործ, նաև Ռուբեն Մխիթարյանն է հրավիրվել քննչական մարմին արձակնության։ Դուք տեսնում եք, այսպես ասած, միջամտություն եւ իրավապահ մարմինների օգնությամբ քաղաքական ճնշումներ տեխնացուների նկատմամբ։ Իհարկե տեսնում եմ։ Ընդ որում իմ ասածը այդքան հիմնավոր չէր լինի, եթե Գյումրու ընտրություններին եւ Գյումրու քաղաքային իշխանությունների այս ընտրապայքարին նախորդած չլինեին Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կատարված միջամտությունները։ Մենք շատ լավ հիշում ենք Մամիկոն Ասլանյանի դեպքը, երբ մարդը հավաքեց ամենաշատ ձայները, իր ուժը հավաքեց ամենաշատ ձայները եւ պարզ էր, որ ինքը ընտրվելու է քաղաքապետ, Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քրեական գործի շրջանակներում կալանավորեցին եւ զրկեցին ուրեմն այդ հնարավորությունից զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը։ Եթե ճիշտ եմ հիշում, այդպիսի դեպք եղել է նաև Բերդ քաղաքի ուրեմն քաղաքապետ ընտրված քաղաքապետի նկատմամբ։ Այո։ Եղել է ոստիկանական միջամտություն Վարդենիսի
ուրեմն ավականու Անդրանիկ նիստին, երբ փորձում էին ուրեմն հավանական տեխնացուին քաղաքապետի եւ երկրորդ համարին ուրեմն ոստիկանական ուժերով հեռացնել ավականու նիստից։ Այս դեպքերը շատ են։ Եթե այս դեպքերը չլինեին, սա լիներ առաջինը, միգուցե մարդիկ կարողանային դա վերագրել պատահականությանը կամ պարզ ինչ-որ համընկնման, բայց ակնհայտ է, որ իշխանությունների ձեռագիրը այսպես նույնիսկ այս օրերին շատ հետաքրքիր զուգադիպությամբ էլ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետին է ուրեմն ձերբակալելու ցույցում տվել եւ այս ձեռագրերը բավականին նման են միմյանց։ Պարոն Հարությունյան, գիտեք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը եւ դրա կետերից մեկը վերաբերում է միջազգային իրավական ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ կանչելու ուրեմն հանգամանքին Ալեն Սիմոնյանը օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերը միջազգային ատյաններ դնում է նույն հարթության վրա, ասում են դե մենք էլ ենք հետ կանչում, իրենք էլ են հետ կանչում։ Ձեր կարծիքով կան տարբերություններ մեր հայցերի եւ նրանց հայցերի միջև, թեկուզ դրանց հիմնավորվածության, դրանց հիմքում ընկած հանգամանքների առումով։ Օրինակ ջան, ես բնականաբար խորապես չեմ ուսումնասիրել Ադրբեջանի հայցերն ու Ադրբեջանի պահանջները, գիտեմ, որ ունեն կոնկրետ դրամական պահանջներ Հայաստանի Հանրապետությունից, բայց այսպես երբ Ադրբեջանն է դա ստիպում, հա, Ադրբեջանն է կարևորում փոխադարձաբար հայցերից հրաժարվելը, դա վկայում է մի բանի մասին, որ ակնհայտորեն ուրեմն Ադրբեջանը ավելի բարենպաստ դիրքերում չի այդ միջազգային իրավական վեճերի տեսանկյունից, քան Հայաստանը։ Այնպես չի, որ Հայաստանը ու Ադրբեջանը միասին այդպես ուրեմն այդ դիրքորոշմանն են եկել, ակնհայտ է, որ Ադրբեջանի պարտադրանքով է սա տեղի ունենում։ Եվ սա վկայում է այն մասին, որ մեր ներկայացրած պահանջները շատ ավելի հիմնավոր են իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Ուստի ես հաշվի առնելով բանակցությունների ընթացքը, հաշվի առնելով մեր իշխանությունների այսպես կրավորական կեցվածքը այդ բանակցություններում եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում կարող եմ պնդել, որ մենք ունենք բավարար հիմքերը կարծելու, որ սա Հայաստանի համար ոչ ձեռնտու պայման է։ Բայց եթե սրան նաև գումարենք Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որ ԿՊ-ն չի պայքարելու արցախցիների հետ վերադարձի հարցի վերաբերյալ, չի ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունը թե հայցերը հետ կանչելու դրվագով եւ թե արցախցիների հետ վերադարձի դրվագով կոպիտ ասած իր քաղաքացիներին գցում է, որտեղ նրանց իրավունքները չի փորձում պաշտպանել։ Մինչդեռ ես կարծում եմ պետությունը ունի պոզիտիվ պարտականություն իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու առումով։ Այո, այս առումով շատ կարևոր է ու շատ խնդրահարության հանգամանքը, որ օրինակ գերիների եւ բռնի անհետացման ենթարկված անձանց մասով վարչապետի աշխատակազմի կից այդ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն է հայցեր ներկայացրել մարդու իրավունքների եվրոպական դատարան, ու ստացվում է, որ Հայաստանի կողմից այդ պայմանը կատարելու պարագայում այն անձինք, ովքեր կառավարության կողմից ներկայացված հայցադիմումների, գանգատների, միեդուարկված գանգատների շահառուն են, իրենք զրկվում են հնարավորությունից, հա, իրենց հարազատի վերաբերյալ մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործի քննություն ակնկալելու, այսինքն այս առումով շատ լուրջ խնդիր կա։ Պայմանական քաղաքացին ով իր ազգականի մերձավորի ով բռնի անհետացվել է պատերազմի ժամանակ, իր մասով ակնկալում էր, որ կառավարության գանգատը քննվելու է, որտեղ իր հարազատն էլ է ներառված գանգատի շրջանակներում, այդ հնարավորությունից զրկվելու է։ Այո, մենք այդ պայմաններում կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է այդ անձանց իրավունքների պաշտպանությունից։ Գիտեք, որ հիմա խոսույթ կա, որ նոր սահմանադրություն պետք է ընդունվի, Նիկոլ Փաշինյանն է հայտարարել այդ մասին,
Մեկ ասում են, որ Ադրբեջանի պահանջը հիշում եք, երբ անալոգիա էր անցկացնում երկու ցլերի հետ կապված եւ Կարմիր զգեստով Հայաստանի Հանրապետության մասին էր խոսում, հետո ասում են, որ դա մեր ներքին հարցն է, որտեվ ըստ Նիկոլ Փաշինյանի այս համանadrության օգտին չեն քվեարկել քաղաքացիները եւ դրա համար չեն առաջնորդվում այս համանadrության դրույթներով։ Նախ կուզեի դուք այս գաղափարին անդրադառնաք, արդյոք այս համանadrությունը լեգիտիմ համանadrություն է թե ոչ, այսինքն քաղաքացիների քվեն ստացել է թե ոչ։ Եվ իշխանություններն ինչու են ցանկանում փոխել այս համանadrությունը։ Կորուն ջան, որևէ մեկը չունի իրավական հնարավորություն կամ հնարավորություն իրավական առումով պնդելու, որ սահմանադրությունը լեգիտիմ չէ։ Դա այսպես իրավական նիհիլիզմի դրսևորումա նման խոսույթ է եւ Նիկոլ Փաշինյանին պետք է հիշեցնել, որ ինքը այդ սահմանադրության ուժով է նաեւ այսօր զբաղեցնում վարչապետի պաշտոնը, այսինքն եւ այդ մոտեցումը, այդ абստրակտ մոտեցումը իշխանությունների, որ գիտեք ինչ կա, քաղաքացիները, ժողովուրդը չեն պահպանում սահմանադրության պահանջները, որտեղ դա լեգիտիմ չէ, դա հիմարություն է, իրավական հիմարություն է։ Քաղաքացիները պահում են սահմանադրության պահանջները, այնքանով որքանով գործում է պետության հարկադրանքի միջոցները ստիպելու մարդկանց պահպանել սահմանադրության պահանջները։ Բայց այ իշխանությունները շատ հաճախ խախտում են նույն սահմանադրության պահանջները։ Մենք հիշում ենք սահմանադրության մեջ կատարված ապօրինի փոփոխությունները 2020 թվականին հիշում ենք դատարանները շրջափակել։ Մի խոսքով այնքան շատ են այդ դեպքերը, երբ հենց իշխանություններն են խախտել սահմանադրության պահանջները, որ այդ առումով ոչ թե լեգիտիմ չի սահմանադրություն, այլ լեգիտիմ չեն այս իշխանությունները։ Իսկ ինչու են ուզում փոխել։ Ես կարող եմ պնդել, որ դա Ադրբեջանի պահանջն է, որտեվ չկար սահմանադրություն փոխելու, ոչ թե սահմանադրությունում փոփոխություններ անելու, այլ սահմանադրություն փոխելու որևէ դիալոգ հանրության շրջանում, այդ թվում իշխանությունների կողմից մատուցված կամ սկսված։ Մինչև այն պահը, երբ որ Ադրբեջանը սկսեց հայտարարել, որ Հայաստանը պիտի փոխի իր սահմանադրությունը։ Եվ այդ պահից սկսած նոր ըստ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանականների ներքին պահանջ, այսպես ճակերտավոր առաջացավ սահմանադրություն փոխելու։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մինչև Ադրբեջանի կողմից այս պահանջները հրապարակային ներկայացնելը խոսվում էր սահմանադրությունում փոփոխություններ անելու վերաբերյալ, ձևավորվել էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, խորհուրդ, որոնց քննության, որոնց այսպես աշխատանքի առարկան բացառապես որոշ փոփոխություններ մտցնելու նախագիծ կազմելն էր։ Ընդ որում նաև այդ հանձնաժողովի աշխատանքներն ամփոփող այսպես առաջարկ նախագծի ինչ որ դրաֆտ տարբերակ շրջանառվեց մամուլում, եթե չեմ սխալվում, դա ժողովուրդ օրաթերթն էր հայթայթել եւ հրապարակել, որտեղ ընդհանրապես խոսք չէր գնում սահմանադրության նախաբանը հանելու եւ այլնի վերաբերյալ։ Այնտեղ խորհրդարանի ձևավորման, ուրեմն խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանական ուժերի հարաբերակցության, ձայների բաշխման կանոններն էր, ինչ որ կառավարության առընթեր որոշ հանձնաժողովների, անկախ կոմիտեների ձևավորման կարգներ, գործունեություն եւ այլն, այսպիսի բաներ էին։ Նոր սահմանադրության վերաբերյալ, ուրեմն հանրային դիսկուրսը սկսել են իշխանությունները Ադրբեջանի հրապարակային պահանջներից հետո։ Դա փաստ է, դա օբյեկտիվ տվյալ է։ Որում միայն երևի անկախության հռչակագրին հղումն է փոխվելու այդ սահմանադրությունը։ Կան ինչ-որ այլ փոփոխություններ, ինչ-որ փոփոխություններ բնականաբար կանեն, բայց այդտեղ էականն այն է, որ այո, հիմնական նպատակը նախաբանը փոխելն է։ Եվ նաև այս սահմանազատման աշխատանքների վերաբերյալ այդ միջպետական աշխատակարգի սահմանադրականության հարցի պարզմաշրջանակներում մենք լավ հիշում ենք, որ սահմանադրական դատարանը նաև անդրադարձել էր, այսպես դուրս գալով ըստ էության բուն քննության առարկայից անդրադարձել էր նաև սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրի առկայության ու հռչակագրում 89 թվականի վերամիավորման ակտի հղմանը, այսպես ավանսով կարելի ասել, ավանսով տալով եզրակացություն, որ
այդ կետը որևէ կերպ ուրեմն չի հանդիսանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ հիմնավորող կամ հաստատող կետ։ Այսինքն իշխանությունները փորձեցին սահմանադրական դատանի այդ որոշմամբ լուծել Ադրբեջանի պահանջների հարցը, ցույց տալով, որ տեսեք, մենք այդպիսի խնդիր չունենք, Ադրբեջանը շարունակեց իր պահանջները բնականաբար քիչ համարելով սահմանադրական դատանի որոշումը եւ արդեն իշխանությունները օֆիցիալ հայտարարում են, որ պիտի լինի նոր սահմանադրության նախագիծ դրվի հանրակրվեի եւ այդ նոր նախագծում չի լինելու անկախության հռչակագիրը որպես սահմանադրության նախաբան կամ կարող է հռչակագրից ինչ որ վերապահումներ անեն դեռ բաց չի։ Եթե հարցը դրվի հանրակրվե, այնուամենայնիվ նոր սահմանադրությունը պետք է հանրակրվեով ընդունեն, ինչպիսի պատկեր եք ակնկալում։ Ես անկեղծ ասած չեմ պատկերացնում, որ մարդիկ նախ ապահովի քվորում, որովհետև բավականին բարձր ցենզադրված, բայց նաև չեմ բացառում, որ իշխանությունները կփորձեն փոփոխություն կատարել հանրակրվեի մասին սահմանադրական օրենքում, որում այս պահին արկա է արգելք եւ հանրակրվե չի կարող անցկացվել այդ օրենքի ազգային ժողովի ընտրությունների օրը։ Ես չեմ բացառում, որ իշխանությունները փորձեն այդ օրենքում փոփոխություն անել, այդ արգելքը հանել, որ ազգային ժողովի ընտրությունների օրը նշանակեն նաեւ հանրակրվե, որպեսզի ապահովեն քվորումի խնդիրը։ Հակառակ պարագայում ես դժվար եմ պատկերացնում, որ ժողովուրդը գնա նախ քվեարկության եւ երկրորդը մեծ հույս եւ ակնկալիք ունեմ, որ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները Ալիևի պարտադրանքով առաջարկվող սահմանադրությանը կողմ չեն քվեարկելու։ Չնայած ներողություն իմ համար նույնիսկ ցավալի այն հանգամանքը, որ այդպիսի հանրակրվե կարող է լինել Հայաստանում եւ այդ հանրակրվեին այնուամենայնիվ այդպիսի նախագիծը ինչ որ կողմ ձայներ էլ ստանա։ Դա էլ է իմ համար մեծ ողբերգություն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ, կհանդիպենք։